Մաքս Մարան ստեղակատվիչ է։ Իսկ Մունկլերը ներքևի հատվածում։ Հայտնի բրենդերի հագուստ կարող հայկական այս ընկերություն օրերս նաև իսպանացիների կտանեն կառաջարկեն նրանց ֆիրմաներից մեկի հետ էլ համագործակցել։ Ապրանքը որ սպառողի համար է, ով կվաճառի, հարցերն արտադրողին սկսում են քիչ հետաքրքրել, երբ ընկերությունը լավ ֆինանսավորվող մշտական պատվեր ու կայուն արտահանում է ունենում։ Փոքր մեր երկրից մեծ շուկաներ դուրս գալու հաջողված տվյալ օրինակը միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդում ներկայացնում, վստահեցնում են։ Իրենք կլուծեն դրսի խոշոր գնորդների հետ աշխատելու հարցը, եթե տեղական մեր բիզնեսները ոլորտ առ ոլորտ հանդես գան միասնական բրենդով։ Միասնական բրենդավորման պարագայում մենք կարողանում ենք բանակցել խոշոր ցանցերի հետ, ինչպիսիք են Costco-ն, Walmart-ը, Target-ը, միջազգային այնպիսի ասիական ընկերությունների եւ մատակարար ընկերությունների հետ, ինչպիսիք են Ազատ գոտիները։ Ըստ Մարիամ Մանուկյանի արտասահմանցի սպառողը երբեք չի խորանում հայկական հատկապես որ ֆիրմայի ճիրը կամ շոկոլադն է ուտում, այնպես որ էքսպորտի դեպքում միմյանց հետ մրցակցելու փոխարեն ձեռնտու է միավորվելը, միջազգային էքսպոներում համատեղ պատվեր վերցնելը։ Միասնական բրենդավորման իրենց մոտեցմանը էկոնոմիկայի նախարարությունը հավանություն է տվել, ասում են ծրագրի փորձարկումը սկսում են։ 10 ընկերության մասին ենք խոսում դեռևս եւ 3 ոլորտների մասին եւ սկսել ենք աշխատանքները տնտեսվարողների հետ։ Նոր փուլի է հասել նաև հայկական սնունդ, խմիչք, տեքստիլից մինչև մետաղական շինանյութ, գազաբալոն ու շատ այլ ապրանքների մուտքը կոնկրետ ամերիկյան շուկա հեշտացնող կենտրոնի Little Armenia նախագիծը։ Այն տնտեսվարողներին առաջարկում է գրանցվել ու վաճառքներ իրականացնել Միացյալ Նահանգներում բացվող Հայաստանի ազգային պահեստից, որտեղ ընկերությունները հնարավորություն կունենան իրենց արտադրանքը վաճառել մեծածախ եւ մանրածախ տեսանկյունից, հնարավորություն կունենան on-line տեղում իրականացնել նաեւ պահեստից վաճառքը, օրինակ Amazon, eBay ցանցերից, որովհետեւ հայկական բանկային համակարգերը չեն կարողանում այդ համակարգով աշխատել միջազգային փոխանցումների տեսանկյունից։ Սա հնարավորություն է տալիս հայկական ընկերություններին իրենց բիզնեսը գրանցել Միացյալ Նահանգներում, պահեստում եւ ուղիղ ապրանքի արտահանումը ընդունում է նաեւ իրենց գրանցված բիզնեսը, վաճառքը իրականացնում է իրենց գրանցված բիզնեսը։ Պահեստի տարածքն արդեն ընտրված է, այժմ լիցենզավորման, բեռների ապահովագրության, անվտանգության հարցերն են այնտեղ կարգավորում, զուգահեռ այստեղ գործարարներից հայտեր ընդունում, քննարկում ամերիկյան պահանջներից կախված, որ ընկերությունը հիմա միանա ծրագրին, որը հաջորդ փուլում։ Պահեստը այս պահին 3000 մի քիչ ավել քառակուսի մետր է, որի շրջանակներում շատ ընկերությունների չենք կարող ուղղակի ներգրավել, ընտրության կարգով է իրականացվում այդ ընկերությունների ներգրավվածությունը, առաջին հերթին այն ընկերությունները, ովքեր ունեն սերտիֆիկացում, ունեն որակի նշան եւ մասնավորապես ունեն FDA թույլտվություն։ Գործարար աջակցման կառույցում պնդում են մեկ հարթակից վաճառքների մեր համար նոր այս կոնցեպտը Ճապոնիան, Ֆրանսիան հաջողությամբ կիրառում են։ Հայաստանի առաջին ամերիկյան պահեստը կբացվի հավանաբար նոյեմբերին։ Հերմինե Բաղդասարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։